Բարև այսօր անդրադառնալու ենք չափազանց կարևոր զարգացումների, որոնք ուղիղ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի քաղաքական եւ անվտանգային ճարտարապետության վրա։ Դրանցից առաջինը իհարկե ռուս-ադրբեջանական հարաբերություններն են։ Հարաբերություններ, որ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ բնութագրվում էին որպես ռազմավարական դաշնակցային, այսօր լուրջ սրացման ճգնաժամի մեջ են, կարելի ասել։ Ինչու, ինչպես, ինչ շահեր են բախվում, ինչ խորքային պատճառներ կան, ինչ հետևանքներ կունենան եւ Բաքվի եւ Մոսկվայի համար եւ իհարկե Երևանի համար։ Որքանով սա ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական գործընթացի, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի վրա, ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը, ինչ ազդակներ ենք ստանում Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ես հիմա չեմ ուզում թվարկել, կարծում եմ բոլորին ծանոթ է, թե ինչ հայտարարություններ եւ ինչ գործողություններ ենք մենք տեսնում երկու կողմից էլ ուժային կառույցներ, դիվանագիտական կորպուս, քաղաքական գործիչներ եւ այլն եւ այսպես շարունակ, ինչ է կատարվում, ինչ գնահատական ունեք, արդյոք մենք գործ ունենք այս հարաբերություններում ճգնաժամի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ ի սկզբանե ասեմ իմ կարծիքը հիմքում ինչ է։ Արտահայտությունները տարբեր ձևերով են, մենք տեսնում իրար ջարդ, բարի բուն իմաստով, ուժայինները Ռուսաստանի լավ ջարդեցին, ծեծեցին ադրբեջանցիներին, Ադրբեջանում 3-8 IT-շնիկ Ռուսաստանի ձերբակալվեց, դատարանը 4 ամիս իրանց տվեց, բայց լավ իրանց ծեծեցին, շատ բնորոշ ավտորիտար ռեժիմներին պահվածք ցուցաբերեցին եւ Ռուսաստանի ուժայինները եւ Ադրբեջանի իրար արժանի են։ Բայց մենք պետք է անպայման հասկանանք արմատները որտեղից են գալիս։ Ես պնդում եմ արմատները գալիս են Լեռնային Ղարաբաղի հարցից։ Ուրեմն երկու հարցերով պարտք է Ադրբեջանը Ռուսաստանին։ Ռուսաստանը նվիրեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, իմիջիալ ձեզ ասեմ, որ նույնիսկ Հայաստանում սկսեցին դա հասկանալ։ Մեզ մոտ բարի ժողովուրդ է, չէին հավատում, որ Ռուսաստանը կարող է բարի բուն իմաստով հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Հիմա կամաց ուշքի է գալիս մեր հասարակությունը, սկսեցին հասկանալ, որ ոչ միայն Ադրբեջանը ինչ որ չգիտեմ կարողացավ հաջողությամբ, ուժեղ, ռազմական հնարավորություններով հաղթում, այլ Ռուսաստանը ուղղակիորեն հանձնեց Լեռնային Ղարաբաղ, սկսեցին հասկանալ։ Բայց ինչի դիմաց Պուտինը չի նվիրե Ալիևին։ Դրա դիմաց Ալիևը պետք է մտցներ Եվրասիական տնտեսական միություն, Ադրբեջանը դրա մասին իմիջիալորից ակնարկներ վաղուց է արվել են, նաև այդ թվում գլխավոր եվրասիական այդ ինտեգրացիայի գաղափարախոսների կողմից, առաջի հերթին Դուգինի կողմից, եւ երկրորդը միջանցք բացել, որ Ռուսաստանի ՖՍԲ-ն վերահսկի միջանցքը։ Իդեպ շատերը չգիտեն, որ երբ որ Ալիևը հանդիպում էր նաև եվրոպացիների, նաև ամերիկացիների հետ, ինքը երբ որ պահանջում էր Նախիջևանը, ճանապարհ Նախիջևանից Ադրբեջան ու բացատրում էր իր պահանջները, երբ որ հարցնում էին, բայց ում ուզում եք որ շարված լինեն, ինքը ասում է Ռուսաստանի ՖՍԲ-ն։ Ալիևը ասում էր նույնիսկ եվրոպացիներին։ Միտքս ինչու՞մ է։ Այդ երկու պարտքը ունի Ալիևը։ Առաջինը, այդ միջանցքի հարցով Ռուսաստանին բերել, քանի որ Ռուսաստանը ինքը չի կարող պատերազմել, հա խոսում է, որ մենք դաշնակից ենք, այդ առաջինը ու երկրորդը, որ անպայման Ղարաբաղի դիմաց, որ Ղարաբաղը տվեցին Եվրասիական միություն, միջանցք տալ եւ Եվրասիական միություն մտնելը։ Հիմա դուք հիշում եք մոտավորապես 3-4 ամիս առաջ Ադրբեջանը սկսեց ձերբակալել պրո-եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցներին Ադրբեջանում։ Եվ ադրբեջանցի ազգությամբ, եւ ռուսներ, նաեւ այդում Դոմրասի, Փագեց, հիշում եք։ Այդ պայքարը հենց այդ ինտեգրացիոն process-ը։ Ռուսաստանը հասկացավ, որ ինքը ֆրցրեց, խափեց։ Ու Ռուսաստանը, քանի որ իմպերիա է,
ինքը կոշտ ձևեր է գտնում ցուցաբերելու իր դժգոհությունը։ Ռուսաստանը անընդհատ ասում է, դե մտի վեկալ ճանապարհը, որ ՖՍԲ-ն բերենք, շարենք։ Ադրբեջանը վախում է, քանի որ եվրոպական դիտորդները կանոնացեն ինչպես մտնեն, հա։ Եվ եվրոպական դիտորդները, բացի դրանից պարզ է, Տրամպը, որը ասում է, ես խաղաղություն եմ բերում աշխարհում, հիմա Ալիևը համարձակվի Տրամպի դեմ բարի բուն իմաստով դուրս գալ, չի համարձակվի, այդ կամ խելք ունի։ Հիմա էսա վիճակը, հիմքում այդ հարցերը։ Հիմա ո՞նց արտահայտվեց։ Դաժանաբար ծեծեցին ադրբեջանցիներին Եկատերինբուրգում։ Իմիջիալ շատերը չգիտեն, նաև Վոլգոգրադում եղել են բախումներ, խնդիրներ։ Երկրորդը, դուք գիտեք, որ մի քանի մեծահարուստ ադրբեջանցի ձերբակալվեց եւ Լուկոյլից, որի ընդհանուր շեփը, գիտեք, ադրբեջանցի է, նաև մասնաճյուղերի շեֆերը Ուրալում, Եկատերինբուրգում մեծահարուստներ ադրբեջանցի։ Նաև Եկատերինբուրգի Ադրբեջանի համայնքի ղեկավարը, որը նաև մեծահարուստ է, իրան էլ ձերբակալեցին, հիմա կա ինֆորմացիան, որ փոխանակում են այն ռուսներին, ում ձերբակալեն են լրագրողների, սրանք կազատեն, նրանք էլ սրանք կազատեն, բայց միտքը ինչու՞մ է։ Ռուսաստանը ցուցադրաբար անում է դա, ցույց տալու համար, տեսար, դու չես անում, մենք հիմա սկսեցինք քեզ հարվածել, բայց պետք է ճիշտ ասենք, մեր ուժը հայ ժողովրդի եւ մեր քաղաքական մտքի մենք միշտ ճշմարտություն ասում ենք։ Իրոք Ալիևը իրոք լուրջ քաղաքական գործիչ է։ Թշնամի, բայց լուրջ է։ Ֆրցնել Պուտինին այս ձևի ֆանտաստիկա է։ Հիմա ինչու՞մ է իստերիան Ռուսաստանի։ Չունի հենարար Կովկասում։ Ովքեր էին հենարանները Կովկասում։ Լեռնային Ղարաբաղի հայերը։ Վրաստանում քննադատական են, Ադրբեջանում քննադատական, Հայաստանում բավական քննադատական է։ Միայն Լեռնային Ղարաբաղի հայերը հիմք էին։ Հիմա Պուտինը այդ քանդեց հիմքը, հիմա չգիտի ինչ անի։ Դրա համար այս ձևի ցավոտ հարվածներ տալիս է աճ ու ձախ։ Պարոն Գրիգորյան, ձեր այս ամբողջ նկարագրածը բացառում է պայմանավորված լինելու, այսպես ժողովրդախոսակցական լեզվով ասած, թատրոն լինելու հնարավորությունը, այսինքն հնարավոր է որ պայմանավորվել են ինչ-որ նման հակասություններ խաղալ փոխադարձ ճայերով Ինչ եմ հարցնում, որովհետև հանրային շրջանակներում այս մասին շատ է խոսում, թե պայմանավորված թատրոն է շուտով կվերջանա եւ այլն։ Գիտեք, ես ասեմ ձեզ, հիշում եք, երբ որ 2-3 ամիս առաջ այդ ինքնաթիռի խոցումից հետո դեկտեմբերին խոցվեց, չէ, անցած տարվա։ Հետո դրանից հետո հիշում եք կային այս լարված իրավիճակները, ինձ մոտ էլ տպավորությունները խաղեր են։ Բայց այս որ ոնց կարելի է դիտել սա խաղ, երբ որ ծեծ, ջարդ երկու կողմից էլ, երբ որ մեղադրանքներ լրտեսության մեջ Ռուսաստանի լրագրողներին մեղադրում են, ռուսները հակառակը մեղադրում են այս Եկատերինբուրգի Ադրբեջանի համայնքի ղեկավարին, չեմ կարծում, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ելույթ ունեցավ երեկ ու ասեց, որ շատ մտահոգված ենք ինչով դա կավարտվի, չէ, հիմա խաղ չի, բացատրեմ, միջև այդ միգուցե խաղի տարեր կային, Պուտինը կոպիտ ասած հիշեցնում էր, Ալիևը օգտվում էր, քննադատում էր, որ Եվրոպայում, Ամերիկայում ձայներ հավաքի, օգտին, քանի որ ինքը թույլ կողմեր ունի, ինքը ունի մոտավորապես տարբեր գնահատականներով մոտավորապես 1000 քաղբանդարկյալ։ Ես չգիտեմ Հյուսիսային Կորեայում այդ կամ կա թե ոչ, ինքը խոցելի է միջազգային նորմերի տեսանկյունից։ Բայց այս իրավիճակը կօգտագործի անպայման ես իր ցուցադրական թեկուս կամ ոչ ցուցադրական, այլ իրական հակառուսականությունը պիտի թանկով վաճառի արևմուտքի վրա։ Ու նախկինում ինքը փորձում էր վաճառել, բայց չէին առնում, բացատրեմ ինչու, քանի որ այդ հակասությունները արհեստական էին թվում, դուք շատ լավ ըմբռնեցիք, բայց հիմա ես կարծում եմ ոչ միայն արհեստական մասը, եկավ ռեալ մասը, քանի որ Պուտինը սպասում էր մտնելու Եվրասիական տնտեսական միություն, չի մտնում Ալիևը, գցում է իրան, ու ստեղ ես ուզում եմ ձեզ հիշեցնել Դուգինի ասածը։ Դուք գիտեք, ինքը գաղափարախոս է Եվրասիականի։ Այդ Դուգինն է, որ կարողացավ Պուտինին 2014-15 թվականներին համոզել, որ ոչ թե հիմնվել է պետք Հայաստանի վրա, այլ Ադրբեջանի այս ինտեգրացիայի process-ում, ու դա է պատճառը, որ Դուգինը ասում էր, պետք է լուծես հարցեր իօքուտ Ադրբեջանի։ Լեռնային Ղարաբաղը կոպիտ ասած 10 Ադրբեջանի, որ ինքը մտնի։
ու խափեցին, հիմա դուգինա դա եղել է մոտ ավրապես 2 ամիս առաջ, ուղակի սպառնացել է Ալիևին, ինք ասեց դուք մեզ խափեցիք, դե հիմա պատասխան կտաք, քանի որ դուք կյանքում չէիք տիրապետի, այդպես էլ ասեց, Ղարաբաղով, եթե չլիներ Ռուսաստանը, ու մենք բոլորս գիտենք, որ հանձնեցին Ռուսաստանը, բայց ես այդտեղ մի զուգահեռ ուզում եմ անցկացնել շատ ակտուալ է այսօր հենց Հայաստանի համար։ Նայեք, ոնց են իրանց պահում մեծահարուստ օլիգարխ ադրբեջանցիք Ռուսաստանում չեն հանձնում Ադրբեջանի շահերը։ Ուրեմն այդ երկու մարդկանց Լուկոյլից ու այդ համայնքից Եկատերինբուրգ գիտեք ինչի ձերբակալեցին։ Ռուսաստանը պահանջում էր, որ իրանք դատապարտեն այն ադրբեջանցիներին, ովքեր, չգիտեմ, իրոք նարկոտրաֆիկով զբաղվող թմրադեղերով, իրոք մարդասպանություն արել են թե ոչ, ես չգիտեմ, բայց որ իրանք դատապարտեն իրենց ադրբեջանցիներին։ Իրանց մեծահարուստները չէ, դրա համար ձերբակալեցին։ Հիմա Ալիևը իմ կարծիքով հասավ համաձայնության, որ իրանց ազատեն, ինքն էլ կազատի այն երկու լրագրողներին, ում ինքը համարում է լրտեսներ։ Պատկերացնում եք, ադրբեջանցի քաղաքացի Ռուսաստանի օլիգարխը չհանձնեց Ադրբեջանի շահը։ Հիմա համեմատենք մեր օլիգարխների հետ Ռուսաստանից։ Ինչ է ասում օլիգարխներից մեկը 3 Կարդացեք։ Ինքը ասեց Հայաստանը վստահելի դաշնակից չի ու ես կվեր կամ գնեմ, որ Հայաստանը դառնա վստահելի դաշնակից Ռուսաստանի։ Պատկերացնում եք ամբողջ աշխարհը, ամբողջ։ Ես նույնիսկ Պակիստանից չեմ լսել այլ բան։ Նույնիսկ Պակիստանից, որը մեզ չի ընդունում որպես պետություն, եթե ասեմ, որ գաղտնիքը իմանաք, Չէ, պարզ է։ այո, նույնիսկ Պակիստանը ասում է Ռուսաստանը քցեց Հայաստանին։ Նույնիսկ Պակիստանը ասում է Ռուսաստանը վստահելի պարտներ չի։ Նույն ես չեմ ասում ամբողջ աշխարհի, որ Ռուսաստանը չպաշտպանեց Արցախը, ծախեց կոպիտ ասած Ադրբեջանին ինչու բանի դիմաց, то есть իր դաշնակցային պարտականությունը չկատարեց։ Ավելին, բոլորը ասում են մոռանանք մի պահ Ղարաբաղի հարցը։ Դրանից հետո, երբ որ Ադրբեջանը մտավ Հայաստանի տարածք, նորից Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները, հայ օլիգարխը Ռուսաստանից, Ռուսաստանի քաղաքացի, նաև ինքը մեր դեմ է խոսում, մեր պետականության դեմ։ Պարտավոր են ասել մեր ժողովրդին, մի հավատա այդ հայրենասիրական այդ ելույթներին, մայրենիք, հայրենիք, չգիտեմ, եկեղեցի, մի հավատա։ Այս մարդիկ իրենց փողի համար են անում։ Քանի որ հակառակ դեպքում ասել այս ձևի սուտ անհնար էր։ То есть Ռուսաստանը չկատարեց իր դաշնակցու պարտականությունը, ավելին ռուս խաղաղապանները մասնակցել են ադրբեջանցիների հետ միասին փակեցին Լաշինի միջանցքը 10 ամիս հայերին պայեցին սովի մեջ ու այդ ամբողջ աշխարհը տեսնում են, այդ իմ գնահատականը չի։ Ու պատկերացնում ես այս օլիգարխը Ռուսաստանից ի տարբերություն ադրբեջանցի օլիգարխներին, որ իրենց պետությունը պաշտպանում է, իրանք գիտեք, միայն Ռուսաստանի քաղաքացի են այդ ադրբեջանցիք, իրանք նաև Ադրբեջանի քաղաքացի չեն, բայց իրանք ոնց պաշտպանում են Ադրբեջանը, ու մեր օլիգարխը ստեղ ստեր է տարածում, չէ, այդ շատ լուրջ խնդիր է։ Դա շատ լուրջ է ու հայ ժողովուրդը պետք է իմանա, որ ցավով մեր օլիգարխիան ես ձեռներեցների մասին խնդրում եմ մի խառնի, Ռուսաստանում հենց հայրենասեր հայերն են ապրում։ Գերակշռող մասը, բայց այդ մի քանի օլիգարխներ, ոչ թե մեծահարուստներ, այդ տարբերությունը մեծ է, չէ, պետք է բացատրենք ժողովրդին։ Այս մի քանիսը, որ ստեղ ուզում են ինչ-որ հանրահավաքները անցկացնել, ինչ-որ փոփոխություն կատարել, հեղաշրջումը, թե ինչա, պատկերացնում եք։ Իրենք արդարացնում են, որ Պուտինը հանձնեց Արցախը Եվ Հայաստանը վստահելի դաշնակից չի։ Եվ այս բլոկը որպեսզի ամփոփենք, մեկ հարցել եւ անցնենք արդեն առաջ, այս հարաբերությունների սարումը, լարումը մինչև ուր կարող է գնալ։ Գնալով ավելի պիտի խորանա եւ ճգնաժամի վերածվի, թե ամեն դեպքում Ռուսաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն դուրս գալով իրենց համատեղ շահերից, էներգետիկ շահեր, Ադրբեջանի վերջո Ռուսաստանի նավթն է վաճառում Եվրոպային եւ այլն։ Շատ բան է կախված, հիմա կորոշվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ապագան, ճակատագիրը։ Շատ բան է կախված Թուրքիայից։ Պարզ է, Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանը ունի խնդրեմ Ռուսաստանի հետ, քանի որ թուրքերը շատ են մտահոգված
որ Ադրբեջանը կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից։ Ոչ միայն էներգետիկ, այլ պատճառներով։ Գլխավոր այն պատճառով, որ պարտք է Ալիևը, հասկանում եք, նվիրեցին։ Դες իրենք շանս չունեին տիրել Լեռնային Ղարաբաղով։ Իրանք շանս չունեին, նույնիսկ եթե մենք բոլորս հարգում ենք իրանց տարածքային ամբողջականությունը, իրանք շանս չունեին հայերին հանել այնտեղից։ Բայց Ռուսաստանը օգնեց, չէ՞։ Ինքը պարտք է, Թուրքիան շատ էր մտահոգված։ Դա է պատճառը, որ Թուրքիան բավական լավ ընդունեց Նիկոլ Փաշինյանին։ Ինքը ցույց տվեց Ալիևին, չմտածես, էլ մենք կարող ենք բացել սահմանը վաղը։ Ու հիմա Թուրքիայից է կախված։ Կարող է Թուրքիա ասի Ալիև դադար դուր, ստորագրի Հայաստանի հետ պայմանագիր ու մենք կբացենք սահմանը, որ մեր դերը ուղակի ազդեցությունը կտրուկ աճի, որ Ռուսաստանին վերջնական հանել։ Եթե այդ սցենարը Թուրքիան ակտիվ մտնի այդ սցենարի մեջ, իօքուտ մեզ կզարգանա, քանի որ Այսինքն մենք սահուն անցանք այս լարվածության ազդեցությանը հայ-ադրբեջանական գործընթացին եւ սրանում ասում եք հիմա ավելի շատ կարևորում է Թուրքիայի դերը։ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, նույնն է մնում, փոքրանում է, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույց Free News-ի եթերում ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, մենք խոսեցինք ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումից եւ հիմա արդեն անցնենք այդ սրման ազդեցությանը հայ-ադրբեջանական գործընթացի վրա։ Կարագասնի, Կարգելակի, ինչ դիրքորոշում ունեն Թուրքիան եւ Ռուսաստանը, հաջորդիվ կգանք նաեւ Եվրամիությունից եւ Միացյալ Նահանգներից ստացվող ազդակներին։ Նայեք, այսօր Ռուսաստանը մեզ հետ ունի լուրջ խնդիրներ։ Ռուսաստանը փորձում է օգտագործել օլիգարխներին հայազգությամբ տարբեր մարդկանց ապակայունացնելով Հայաստանը, որ ստեղ ազդեցություն ունենա։ Այս մեխանիզմներով է աշխատում Ռուսաստանը։ Շատ զարմանալի է, բայց այդպես է։ Ու դուք տեսնում եք հիմա էլ լարված են հարաբերությունները Հայաստան-Ռուսաստան։ Լարված են, քանի որ Ռուսաստանը ուզում է միջամտել։ Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի այսօրվա ռուսերեն լեզվով գրառումը խորհուրդ եմ տալիս կարդալ, շատ կարևոր մեսեջ էր։ Ինքը ասում այն չէ, գցում խնդիրները հայ-ռուսական, գցում եք արևմուտքի վրա, ինչ որ հասարակական գործիչների վրա։ Մենք տեսնում ենք արշավ Ռուսաստանի հերոստալիկներում, ԶԼՄ-ներում արշավ Հայաստանի պետականության դեմ։ Ու մենք դժգոհ ենք, մենք հարց ենք դնում, հիմա քննարկում ենք փակել թե չէ։ Փոխանակ դուք ասեք, ինչի դուք նեղացած եք, ինչու։ Ասում եք արևմուտքը խանգարում է, ասում եք արևմուտքը, արևմտյան ինքնիշխան միջնորդները, ինքնակոչ միջնորդները ստիպում են Հայաստանին եւ Ադրբեջանին վաղահաս պայմանագիր ստորագրել։ Մեկ ասում են վաղահաս, հետո ասում են պայմանագիր եկեք Մոսկվայում ստորագրենք։ Ու հիմա նայեք, կան խնդիրներ Հայաստան-Ռուսաստան, քանի որ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները, շատ բնական է խնդրեմ կա։ Ռուսաստանը ուզում է խաբելով մեր հասարակությունը, խաբելով, գցելով իշխանության վրա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ժամանակավոր կորուստը Ղարաբաղի, գցել այս իշխանությունները չի ստացվում։ Չի ստացվում ոչ միայն այն պատճառով, որ լավ ճիշտ քայլեր անում է վերջի ժամանակներս իշխանությունը ու իրոք ճիշտ քայլեր անում, իրոք դիվերսիֆիկացնում արտաքին քաղաքականությունը, բացի դրանից մենք կանք փորձագետներ, քաղաքական գործիչներ, գրագետ, չես խափի մեզ։ Հիմա Ռուսաստանը սկսեց հարվածել Ադրբեջանին նաև այլ պատճառով, որ Ադրբեջանը չի կատարող պարտավորություններ, ուրեմն բացվում է հնարավորություն հայ-ադրբեջանական մերձեցման։ Որ առումով Ռուսաստանը դեստրուկտիվ է եւ մեր նկատմամբ եւ իրանց նկատմամբ։ Ավտոմատ դա բացում է շանս, որ Ալիևը դադար տա իր նախապայմանները դնել, ստորագրել։ Եթե ուժ գտնի Ալիևը, ու ես հույսով եմ, որ Էրդողանը իրան կբացատրի, մենք ավելի հավանական է հենց հիմա ստորագրենք այդ պայմանագիրը խաղաղության ու առաջ կգնանք։ Այնտեղ նյուանսներ կան, ոչինչ, թող Ադրբեջանը էլի բան պահանջի, կքննարկենք, բայց հասկացաք,
այս սրումը Ռուսաստանի միաժամանակ մեծ է հարաբերությունները եւ Ադրբեջանի կարող է բերել նրան, որ Ալիևը կհասկանա, որ պետք է ստորագրի։ Քանի որ ամեն ինչ կարող է Ռուսաստանը դուրս է մղվում այդ գործընթացից այս դրամատիկ դուրս մղված է։ Իմիջիալ դուք լավ կարդացիք Ռուսաստանի հայտարարություններից մեկը վերջի երեկվա արտգործնախարարության ԱՊ երկրների գծով վարչության փոխտնօրեն։ Այդ բարձ է այդ փոխտնօրենը ով է Իրան Պուտինը ասեց Իրան միջոցով հնչեցրեք Ռուսաստանը ասում է մեզ խաղից դուրս թողեցին արևմուտքը եւ այլ խափում է խաղից դուրս թողեցին եւ ադրբեջանցիք եւ հայերը հասարակ պատճառով Ռուսաստանը բոլորի դեմ է հասկացաք ոչ մի բան կառուցողական չունի ու այդ շանս է տալիս որ Ալիևը հասկանա որ ամեն ինչ վաղը կարող է փոխվել ավելի լավ է հիմա ստորագրի ինչու Պատամ ես կասկած ես չունեմ ինչ որ ժամանակ հետո ել ավելի կոշտ քայլեր Ռուսաստանը կանի Ադրբեջանի դեմ։ Մեր դեպքում, քանի որ Լեռնային Ղարաբաղը չկա որպես միասնական դժբախտաբար, բայց չկա, որը հենարանն է Ռուսաստանի, հիմա չկա։ Ռուսաստանը ինքը իր հենարանը քանդեց։ Ու ես ուզում եմ ռուսերեն այդ բառը ասեմ, դա շատ ընդունված է դիվանագիտական լեզուն է Ռուսաստանի շատ ընդունված։ Они выстрелили в свою ногу. Հիմա ուզում եմ ասել Պուտինը կրակեց իր ոտերին։ Հասկացաք, որ աբարոտ կա մեկ տանք։ Դոս Պուտինը մտածում էր, որ հայերը միամիտ են, կհավատան, որ ինքը ուզում էր պահել, այ Փաշինյանը չէր ուզում, չստացվեց, չխափնվեց։ Դա է պատճառը, եթե դուք նկատել եք։ Ուղարկում են ստեղ ինչ որ օլիգարխ, ինչ որ եկեղեցական առանձին Մեր եկեղեցին մենք սիրում, հարվում ենք, բոլորը գիտենք, բայց առանձին եկեղեցական փողոց շպրտեցին, վազվզում են եւ այլ, ժողովուրդը չի գնում։ Դա ժողովուրդը խելոք է, իրենք մարդիկ չեն հասկանում, այս սրանք ինչ են վազվզում։ Հա, ժողովուրդն էլ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, նորմալ է, ոչ բոլոր քայլերը իդեալական են, շատ բան կառավարությունը հիմա փայլուն է անում, ոչ թե լավը, սխալ ասել լավ։ Փայլուն Նաև ռազմատեխնիկական ոլորտում ամեն ինչ չեմ բացելու, բայց շատ բան գիտեմ, բայց ժողովուրդը խելոք է, վազվզում են, չէ՞, ընտերտերները։ Ինչի ժողովուրդը ասում է։ Տղեկ, ասեք ինչ եք ուզում, որ հասկանա, էլի։ Սա վազվզում է, ասում է Ռուսաստանը ճիշտ էր։ Նորից ժողովուրդը ասում է, դե ծրագիր ասա։ Չէ, Պուտինը ճիշտ է։ Չէ։ Դե ասա ծրագիրը, արա ցավը տանեմ, ասա ծրագիրը, կարող է ես քո հետևից կգնա։ Չէ, մեր ժողովրդին չես խափի, կդերեք էլի։ Կարող ես մանիպուլացնել մի ժամ, 3.5 ժամ, նույնիսկ մի ամիս, բայց ավել չես մանիպուլացնել։ Ու փողով չեն առնի այս ժողովրդին։ Կհիշեք իմ խոսքերը։ Ոչ մի փողեր, ոչ մի օլիգարխի չեն օգնի։ Եկեք մի հատ հասկանանք ընդհանուր այս puzzle-ը հավաքենք, թե ինչ իրավիճակ ունենք հիմա հայ-ադրբեջանական գործընթացում այս ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումից հետո։ Ռուսաստանը հասկանալի է, հա, ասում է արևմուտքը ինքնակոչ միջնորդները, չգիտեմ, վաղաց են ուզում անել, չնայած վաղաց է, բայց եկեք Մոսկվա։ Մի խոսքով հասկանում ենք Ռուսաստանը։ Թուրքիային ասում եք, որ Թուրքիան կազդի Ադրբեջանի վրա եւ այս գործընթացը կարծես թե ավելի մերձեցնում է։ Բայց դիրքավորումների տարբերություն կա Հայաստան եւ Ադրբեջան կոնկրետ այդ ճանապարհների հարցով։ Դե Հայաստանը գիտենք դիրքորոշումը, որ պետք է լինի իմ իրավազորության ներքո, Ադրբեջանը ասում է անխոփան երթևեկություն։ Այստեղ ինչ ազդակներ ենք ստանում մենք Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից, որոնք կարող են թե չեն կարող մոտարկել այս երկու դիրքորոշումները։ Ես ազդակներ ասելով նկատի ունեմ մեկ Եվրոպայից Կայա Կալասի այց եւ որ այդտեղ քննարկվեց ոչ միայն Հայաստան Եվրամիություն այդ գործընկերության նոր օրակարգի բանակցությունների ավարտ եւ այլն, այլև բնականաբար այդ օրակարգում նաեւ ճանապարհն էր մեծ հաշվով միջին միջանցքը։ Եվ հաջորդը մի քիչ երկարեց ներողեր։ Շատ կարևոր եւ հաջորդը որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թրամփի վարչակարգը Երևանին եւ Բաքվին առաջարկել է իր առաջարկներն է բերել այդ ճանապարհների մասով, որպեսզի Ադրբեջանը միանա Նախիջևանին եւ միջազգայինորեն ընդունված փորձը, որ այդ կառավարումը հանձնվի անկախ ընկերության։ Ձեր դիտարկումն։ Նայեք Կայա Կալասի այցելության ես շատ լուրջ էի հետևում, նաև մեկնաբանում էի այս 3 օրը։ Կայա Կալասի մեսեջներից կարևորագույնը նա էր, որ ինքը խոսեց այդ միջին միջանցք, Հայաստանի խաչմերուկ խաղաղության ու ինքը ես հիշում եմ այդ իր ելույթներից մեկում,
հատուկ ուշադրություն դարձրեց Ամերիկայի առաջարկություններին այդ ուղղությամբ ու ասաց Եվրոպան նույն գծում է։ Այդ հենց ձեր ասածը, որ Հայաստան սուվերենությունը քո պետք է պահպանվի, քննարկման առարկա չի։ Ինձ դուր եկավ, ոչ միայն կայակալ, ասա ամերիկացի կով գալիս են ստեղ, սկսում են մի բանից, սուվերենության հարց չենք դնում, Հայաստանի սուվերենությունը պետք է հարգավի, բայց իրոք միջազգային փորձը ցույց է տալիս տարբերակներ կան։ Օրինակ, նույն ամերիկացիք ասում են, եթե միջազգային ընկերություն գա, որը ունի սերտիֆիկատ, եվրոպական, ամերիկյան մտնի, ինքը ապահովի այդ կապը, Նախիջևան, Հայաստանի պատկան մարմինների ուշադրությունով, բայց իրանք շփվեն ադրբեջանցիների հետ, ապրանքները ստուգեն։ Ու դուք հիշում եք, դրա մասին այս վերջին ժամանակներս կառավարությունը չի խոսում, բայց մոտավորապես 1 տարի առաջ ես հիշում եմ, ղեկավարները Հայաստանի ասեցին, այդ տարբերակին էլ մենք համաձայն ենք։ Քանի որ Ադրբեջանը մերժեց այն ժամանակ ու գնաց երկրորդ պլանը, բայց այդ շատ ռեալիստական է ու ես չեմ բացառում այս սկանդալից հետո Ռուսաստանի Ալիևը հասկանում է, որ կարող է վաղը Պուտինը ասի մենք սխալ արեցինք, պետք է մեր խաղապաները վերադառնան։ Հասկանում եք, այդ սաղ ֆիքսված է փաստաթղթերում։ Մարդիկ մտածում են, որ վերջ, լուծվեց հարցը, ոչ։ Եթե Ադրբեջանը սխալ պահի, չի լուծվի, քանի որ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ այնտեղ պետք է հայերը մնան ու խաղապաները պաշտպանեն։ Ուրեմն միտքս ինչու՞մ է։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ այդպես չի էլի, ինչ ուզենա կստանա։ Հիմա ավելի մոտ է այդ հասկանալուն, քանի որ Ռուսաստանի հետ այս հարաբերություններն են եւ Միացյալ Նահանգներ, Եվրոպա կարող են ավելի ազդեցիկ միջոցներ կիրառել, որպեսզի գա այդ համաձայնության։ Նաեւ խոցել է Ադրբեջանը։ Ադրբեջանում ամեն օր այս զուգահեռ իրար տալիս են Ռուսաստանի հետ, ամեն օր ոտնահարվում է ադրբեջանցիների իրավունքը, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների, լրագրողների, փորձագետների, ամեն օր տասնյակ մարդկանց բերդ են նստացնում կամ փախչում են։ Մարդիկ չգիտեն, որ վատանում է վիճակը ներսում, ուրեմն խոցել է Ալիևը։ Հիմա մենք լավ իմաստով եմ ասում, պետք է օգտվենք։ Ինքը խնդրեմ ունի Ռուսաստանի, եթե ինքը այս կողմ գա, ես խորհուրդ եմ տալիս կառավարությանը ոչ մի նախապայման չդնել, ինչ կա ստորագրենք։ Նոր նախապայման չունենենք Ադրբեջանից, բայց այն տեքստը, որ համաձայնեցված է, ստորագրենք։ Դե մենք պատրաստ ենք ստորագրելու նախապայմաններ։ Էլ ավելի պատրաստ պետք է լինես այդ կոնտեքստով։ Ինչու՞։ Քանի որ Ալիևը հիմա կարող է մի քիչ խելքի գա, հասկանա, որ այդպես չի, որ ինքը ինչ ուզենա ասի, ում ուզենա, ինչ ուզենա ասի, այդպես չի։ Հնարավոր համարում եք, որ այս ճանապարհների ապաշրջափակման հարցում ավելի շուտ առաջընթաց լինի, քան խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այո, այդ շատ լավ հարց է։ Իմ կարծիքով, եթե Ադրբեջանը համաձայնվի ամերիկյան տարբերակին, որը մեր շահերի հետ համընկնում է, ասենք միջազգային ընկերություն ենք բերում, այդպես ընկերություն օրինակ կան Եվրոպայում։ Սերտիֆիկատով, այդպես չի։ Նաև հայտնվում ՄԱԿ-ի արբիտրաժային դատարանի հետ առնչվող այնտեղ հարցեր կան։ Իրանք կգան, թող մեր ճանապարհը մենք եք վերահսկում, բայց շփումը այդ ընկերությունը կանի Ադրբեջանի քաղաքացիների հետ եւ Ադրբեջանի ապրանքների հետ ստուգումը։ Նորմալ է, այդ ինչ որ ուզում էր Ալիևը, ինքը ասում էր, դե տղեկ ջան, ես չեմ ուզում որ ձեր ոստիկանների հետ մեր քաղաքացիները շփվեն։ Լավ, այս ուզում ես մեր սուվերենությունը պահպանվում է, անցեք, բայց այդ ընկերությունը ամեն ինչ կստուգի։ Այդ իմաստով կարող է համաձայնվի, գիտեք ինչու։ Հիմա Ալիևը հասկանում է, որ FSB-ին բարթել, որ FSB-ն վերահսկի, իրան ձեռնտու չի։ Հիմա սրվել են հարաբերությունները։ Նախկինում ինքը ասում էր, նոյեմբերի 9-ի 9-րդ կետի համաձայն FSB-ն պետք է կայնի։ Հիմա FSB-ն կանգնի եւ ադրբեջանցիները։ Հիմա FSB-ն ադրբեջան հարաբերություններում հենց այդ FSB-ն է, որ ծեծում է ադրբեջանցիներին։ Հասկացաք։ Այնտեղ այդ իրանց անվտանգությունը իր զորքերը ունի։ Այդ զորքերը հիմա ծեծում են ոչ թե Ռուսաստանի ոստիկանները, իրանց ժողովրդին։ Ադրբեջանցիներին Եկատերինբուրգում, Վոլգոգրադում միտքս ինչու՞մ է կայանում։ Ինչ է իրանք կուզենան հիմա բերել այդ FSB-ն, բարձա չեն ուզենա։ Ահա, թող գան եվրոպացի կամ ամերիկացի։ Պարոն Գրիգորյան, մենք այս իրավիճակում բոլոր դերակատարներին իրենց դիրքորոշումները քննարկեցինք, բայց մի կարևոր դերակատարի բաց թողեցինք, այս մասին էլ խոսանք, նոր ավարտենք։ Իրանի մասին է խոսքը, որպես սահմանակից երկիր, որպես տարածաշրջանային կարևոր դերակատար։ Ну, նայեք, նույնիսկ Իրանը գտնվելով լրջագույն հարվածի տակ,
Դե ռմբակոծում էին, չէ, Իսրայելը վերջում ամերիկացիք ռմբակոծում են, իրանք հետ չկանգնեցին այդ կարմիր գծերից, այդ ճանապարհներից, հետ չկանգնեցին։ Ավելին դուք հիշում եք, որ իսլամական համագործակցության դա էի ուզում հիշեցնել։ Այդ իսլամական համագործակցության կազմակերպության այդ Ստամբուլյան նիստը, որ եղել է, այնտեղ հիշում եք, մենք քննարկել ենք, որոշումներ ընդունվեցին Ադրբեջանի ուզածով։ Նաև հայտում Արևմտյան Ադրբեջան եզրույթ ու մենք աղազանգել ենք, ասել ենք իշխանություն։ Իրանը արձագանքեց արդեն։ Հիմա նայեք, այդ կոնֆերանսի անդամները 57 երկրներ են, նաև Իրանը։ Ու այդ ձեր ասածը, Իրանը պատերազմը ավարտվեց, դա պատերազմի ժամանակ էր։ Իրանի դեմ քայլերի ժամանակ Իսրայելի կողմից։ Պատերազմից հետո անմիջապես հետո Իրանը հայտարարություն արեց, այդ ձևակերպումը պետք է հանվի, իրանք դեմ են։ Այնտեղ կոնսենսուսով է ընդունվում։ Մարդիկ կարող են ասեն, բայց ո՞նց Եգիպտոսը, Լիբանանը, մեր բարեկամ ժողովուրդներ բան ո՞նց բաց թողեցին։ Բայց իրանց մոտ այդ կոնֆերանսում, այդ համագործակցության իսլամական կազմակերպություն քվեարկությունը գիտեք ո՞րն է։ Ասենք ինչ որ երկիր ուզում է կետ մտցնի վերջնական ռեզոլյուցիայի մեջ, բանաձևի մեջ, մտցնում է։ Եթե ինչ որ պետություն կարդում է դուր չի գալիս, այդ դեպքում քննարկում են։ Եթե բան չկա, հիմա Ադրբեջանը թաքուն մծրեց, ոչ ոք չէր նայում, կարևորը որ Իրանը խմբագրեց։ Հիմա նայեք, մերոնք աղազանգեցին, ակնհայտ է գրեցին, Իրանը նայեց ու հիմա ասում է, այս եզրույթը պետք է հանենք, ուրեմն այս եզրույթը ուժ չունի։ Այնտեղ էլի կետեր կան, լավը չեն, բայց ինչ եմ ուզում ասել։ Եթե հիմա մերոնք աշխատեն մի քանի իսլամական պետությունների հետ առաջի հերթին արաբական աշխարհից, կհանեն այդ սա անհետեցությունները Ադրբեջանի։ Այ դա է պատճառը, որ պետք է միշտ հետևես process-ներին։ Ընդհանուր իրավիճակը կարծես թե ավելի դրական է զարգանում մեր երկրի համար։ Ավելի դրական, քանի որ իրոք մենք սկսեցին ակտիվ աշխատել աշխարհի հետ։ Երբ որ դու աշխարհի հետ աշխատում ես, ինչ որ process-ի օգուտ քեզ ավտոմատ կզարգանա։ Օրինակ, Հնդկաստանը ի պաշտոն է հայտարարեց շնորհակալություն Հայաստանի համար։ Տարբեր երկրներ, նաև այդում Հնդկաստանը, Նիգերիան, Չինաստանը պաշտոնապես հայտարարեցին շնորհակալություն։ Մի քանի եվրոպական երկրներ, հոլանդացիք, ֆրանսիացիք, ում քաղաքացիներին Իրանին դուրս բերեցին Իրանից, Հայաստանի տարածքով։ Շնորհակալություն։ Տեսեք, մենք նեյտրալ չմնացինք, մասնակցեցինք, աջակցեցին տարբեր ազգերին, որ այս ծանր վիճակից իրենց քաղաքացիներին Հայաստանով տեղափոխվենք այդ երկրները ու իրանք գնահատեցին։ Դուք ավելի լայն կտրվածքով պատասխանեցիք, իմ հարցը ավելի շատ վերաբերում էր տարածաշրջանին եւ այս համատեքստում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների լարմանը եւ դրա ազդեցությանը հայ-ադրբեջանական գործընթացի վրա, ճանապարհների հարցում առաջընթացի հնարավորություն, խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականություն։ Պատրաստ է, եթե Ադրբեջանը հասկանա, որ այդ լուրջ վտանգներ են իր համար, ինքն էլ կգա այս կողմ, պետք է օգտվենք, պետք է լավ իմաստով օգտվենք։ Այն, որ Թուրքիան հիմա ճնշում է Ալիևին, որ ինքը ստորագրի, կասկած ես չունեմ։ Ոչ թե մեզ սիրելով, ես խնդրում եմ էլի, մեկ-մեկ լինում է, դե պարոն Գրիգորյան, Թուրքիան ինչա մեզ սիրում է, ոչ չի սիրում, ուզում եմ զգուշացնել ամբողջ հայ ազգը։ Բայց Թուրքիան ռեալիստական պետություն է։ Իրանք ուզում են Կովկասում ուժեղացնել ազդեցությունը, մենակ Վրաստանով, Ադրբեջանով բան չի ստացվում, բարձա Հայաստանով։ Հիմա իրանք ինչի ընդունեցին նորմալ Նիկոլ Փաշինյանին, պրոտոկոլը բարձր էր, մենք չունենք դիվանագիտական հարաբերությունները, պրոտոկոլը ոչ որ ճանաչված պետության Թուրքիայի կողմից պրոտոկոլ էր։ Ինչու ընդունեցին։ Սիրուն աչքերի համար չէր, շահերը համընկնում են։ Հիմա, քանի որ մեզ պետք է որ սահմանը բացվի, պետք է որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, շատ կկայունանա իրավիճակը մեզ համար։ Այդտենց էլ տեսակ մենք դառնում ենք խաչմերուկ։ Տուրիզմը աճեց 3 անգամ, այս վերջի 3 տարում, 3 անգամ աճեց։ Դա լրջագույն process-ներ են։ Լիքը պետություններ Հայաստանի միջոցով կապվում են օդային կապով։ Լիքը պետություններ հիմա ստեղ ծրագրեր են անում, մեկ-մեկ չես հավատում, ասենք հիմա արվում է ստեղ ծրագիր այդ արհեստական բանականության, որը թոփը մենակ Ֆրանսիայում ու մի հատ էլ կա Ամերիկայում։ Հասկանում եք, քանի որ դու ակտիվ ես, ակտիվությունը ու քանի որ տաղանդավոր ժողովուրդը հայերը բերում է ստեղ շատերին։ Հիմա օգտվենք դրանից։ Պետք չի ասել այ թուլացավ Ադրբեջանը, օգտվենք չստորագրենք, ուղղակի օգտվենք ստորագրենք։ Ու շանսեր կան, դուք ճիշտ եք, բայց ես մի քիչ ընդլայնված
ավելի մեծ պատկեր, քանի որ այդ պատկերը ստիպում է Ադրբեջանին։ Ոչ միայն այն պատկերը, որ վատացան հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մյուս պատկերը, չեմ ուզում ասել այդ լուրջ երկրի, Ադրբեջանը դուք գիտեք Պակիստանի հետ ունի պլաններ, կործանիչներ առնել մեծ թվով, շատերը չգիտեն, որ խափանված է այդ process-ը, կանգնած է։ Այո, մի երկիր կա, չեմ ուզում ասել, շատ լուրջ երկիր, որը այդ կործանիչների համար մասեր է տալիս Պակիստանի։ Ու այդ երկիրը, քանի որ լավ հարաբերություններ Հայաստանի հետ է, առանց Հայաստանի խնդրանքի այդ մասերը կործանիչները չի տալիս Պակիստանին։ Ասում է չեղյալ համարի Ադրբեջանի հետ քո պայմանագիրը, որ շարունակեն քեզ տալ։ Այդ կործանիչները, որ պլանավորում է 40 հատ տալ, նու մի քանի տարվա մեջ, մի տարվա մեջ չի, 40 հատ կործանիչ տալ լուրջ Պակիստանը Ադրբեջանի հիմա չի աշխատում, քանի որ լավ կարևորագույն մաս կա, չեմ ուզում ասել, քանի որ կհասկանաք, որ երկրի մասին է խոսքը, չեմ ուզում ասել։ Այս երկիրը լուրջ երկիրը չի տալիս այդ մասը ու կործանիչ առանց այդ մասի կործանիչ չի, էլի ժեշտա, ժեշտի կտորը ու միայն Հայաստանի խաթեր։ Իրանք ասում են մենք հասկանում ենք ինչու համար Ադրբեջան ուզում է, ուրեմն Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Ուրեմն մենք բլոկ ենք անում, հիմա Պակիստանը ասում է, չէ, բան էս ինչ ես անում, մեզ համար պետք է այդ մեր կարևոր բիզնեսն է։ Պետությունը ասում է չեղյալ համարի Ադրբեջանի հետ պայմանագիրը ու հետո կխոսանք։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ դու աշխատում ես, ավտոմատ ձեռք ես բերում բարեկամ ժողովուրդներ։ Դա է պատճառը, որ ես միշտ ասում եմ, նախկինում, երբ որ մենք ամեն ինչ կապում ենք Ռուսաստանի հետ, դրանով սահմանափակում ենք հնարավորությունները ցանկացած անկախ պետության ու Հայաստանի։ Հիմա բարեբախտաբար աշխատանքը գնում է ու դրա հետ եմ ես կապում այդ կատաղի պայքարը այսօրվա իշխանությունների դեմ։ Քանի որ պարզ է Ռուսաստանը գիտի այդ քայլերի մասին։ Եթե մեծ փորձագետներից տարբեր հողովակներով հասնում է, Ռուսաստանը մեծ երկիր է, ագենտուրան ունի ամբողջ աշխարհում, գիտի այդ նորմալ կառուցողական աշխատանքը աշխարհի հետ, տարբեր ոլորտներում, նաև էներգետիկայի, նաև ռազմատեխնիկական, նաև այս պայմանագրերը, որ Եվրոմիության հետ, որ դուք ասացիք կալասի հետ ստորագրեցիք, պայմանագիրը շատ կարևոր են, բայց մյուս մասը, որ ընդլայնված SEPA+, այդ պայմանագրից պլյուս տեքստերը համաձայնեցված են։ Մենք գիտենք այդ տեքստի մասին, քանի որ աշխատում ենք եւ Եվրոմիության, եւ մեր կառավարության հետ, բայց այդ Ռուսաստանը հասկանում է դա ինչ է նշանակում։ Դա է պատճառը, որ հիմա իր այդ պեշկեքի միջոցով, ստրուկերի միջոցով ուզում է ապակայունացնել Հայաստանը։ Ես հույսով եմ, որ հայերը հասկանում են, հայ ժողովուրդը, այդքան գրագետ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ, կհանդիպենք։